Խորհրդարանը սկսել է քննարկել կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծը, որն ընդունելու անհրաժեշտությունը ծագել է սահմանադրական փոփոխություններից հետո։ Այս նոր օրենքով ըստ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները, 200-ի փոխարեն 100 հիմնադիր, 2000-ի փոխարեն կուսակցությունը նվազագույնը կարող է 1000 անդամ ունենալ։ Ընդամենը 100 հիմնադիր հիմնադրման պահին եւ 6 ամսյա ժամկետում անձին հնարավորություն է ընձեռվում, որպեսզի վերջինս ունենա 1000 անդամ, 6-րդ ամսին գրանցման ներկայացնելիս ունենա 1000։ Մեղմացում է սա արդյոք, կարծում եմ այո։ Այն տեսանկյունից, որ կուսակցությանը այլևս որևէ մեկը գրանցումից հետո post factum չի միջամտելու նրա գործունեություն։ Ըստ նախարարի արդեն գործող 79 կուսակցություններին օրենսդրական փոփոխությունից հետո վերագրանցվելու պահանջ չի ներկայացվի։ Եթե մինչ այս կուսակցության գրանցումը կարող էր մերժվել նաև զուտ տեխնիկական պատճառներով, ապա նոր օրինագծով առաջարկվում է նաև դիմումը վերադարձնելու տարբերակը։ Մերժում կլինի միայն ծայրահեղ դեպքերում։ Նրա ծրագրային դրույթներն ու կանոնադրությունը պիտի ուղղված լինեն սահմանադրական կարգի բռնի տապալմանը, որպեսզի նախնական փուլում տեղի ունենա կուսակցության գործունեության կոպիտ ասած արգելափակում։ Պատգամավորների մի մասը բարձրացրեց քաղաքական դաշտում զուտ ձևականորեն թղթի վրա գոյություն ունեցող մարդ կուսակցությունների հարցը, կարծիք հայտնելով, որ օրենքի ազատականացումը ել ավելի կվատթարացնի իրավիճակը։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, կուսակցություն հիմնելը քաղաքական բիզնեսի ձև է դարձել, ընտրությունից ընտրություն խոշոր կուսակցություններից գումար կորզելու համար։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ կուսակցությունները կազմված են երկու սուբյեկտից՝ անձը եւ իր կնիքը։ Երրորդ սուբյեկտ այդ համադաշնության մեջ գոյություն չունի։ Նայած իր մարդկա, որ իր կնիքը եւ կարալնի քյով եւ կյով, չգիտեմ։ Հանրապետական խմբակցությունից Լևոն Մարտիրոսյանը նկատեց, գործող օրենքում կուսակցությունը լուծարելը բավական դժվար է։ Գուցե շատ կուսակցություններ շարունակում են իրենց գոյությունը փաստաթղթերով, քանի որ չեն կարող ապահովել լուծարվելու համար օրենքում առաջադրված պահանջները։ Հարցին լուծում չի տրվել նաև առաջարկվող նոր օրինագծում։ Էլի մի դրույթ ա գրած, որը երբևէ չի կիրառվում եւ վստահ եմ չի կիրառվել, որ համագումար պետք է հրավիրվի, որ կուսակցությունը լուծարվի։ Ես այդպիսի համագումար չեմ կարող պատկերացնել, որ կուսակցությունը, ասենք, 2000 հոգի հավաքվի, որ լուծարվի։ Այդ որ 2000 հոգին լինել չի լուծարվել, ակտիվ կաշխատել։ Սա է խնդիրը հիմնական, ոչ թե այդ կուսակցությունների գրանցված կուսակցությունների թիվը, որը ես վստահ եմ բացարձակապես որևէ մեկին չի խանգարում, ոչ մի բանի չի վնասում։ Թող գրանցված լինեն ինչքան ուզում են, թող 1000 կուսակցություն գրանցված են, միևնույն է գործունեություն են ծավալում նրանք, որոնք ծավալում են, այդ թիվը մենք չենք որոշում։ Եթե իրանք ուզում են միավորվել, թող գարեջրի սիրահարների կոմիտե ստեղծեն, բայց ոչ կուսակցություն։ Լավատեսեք, որ մտածում եք մեզ մոտ 79 կուսակցություն կա, որտեղ լուծարման գործընթացն այնքան բարդ է, որ դրանից մի 40-ը ուղղակի չեն լուծարվում դրա համար, շատ լավ, փորձենք հեշտացնել գործընթացը եւ թույլ տալ, որպեսզի նրանք հեշտությամբ լուծարվեն։ Ես ձեր առաջարկը կքննարկեմ։ Արդյոք Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական խնդիրը այն կուսակցություններն են, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեն, հարցադրում հնչեցրեց Էդմոն Մարուկյանը, նկատելով կուսակցությունները զրկված են հավասար պայմաններից, համատարած հանրապետականացման գործընթաց է գնում, որը շատ վտանգավոր է։ Որևէ այլ քաղաքական ուժի ելույթները լուսաբանվում են հանրային հեռուստաընկերությամբ, ոչ թե լուրերի թողարկումով, այլ ուղղակի եթեր։ Կա նման բան, չկա նման բան։ Սա է հավասար պայմանները, բնականաբար ոչ, չկա նման հավասար պայմաններ։ Ոնց է լինում, որ երկրում ինչքան մոնոպոլիստ գործարար կա, հանրապետական կուսակցությանն է հարում կամ անդամակցում։ Գրեթե բոլորը։ Ոնց է լինում, որ հանրային ծառայությունների մատուցող բոլոր ընկերությունների աշխատողներին պարտադրում են, որ ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ինչ որ կերպ հանրապետական կուսակցությանը աջակցեն։ Հակխմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բերեց օրենքի առաջարկվող նախագծի եւ հանրապետական կուսակցության վերջին համագումարի միջև հակասությունը, մասնավորապես որ կուսակցական դառնալը կամավոր է։ Մանուկյանն ասաց, բոլորի համար պարզ է, որ կամավորության մասին խոսք չկա։ Եվ գիտեք ժողովուրդ ինչ է ասում։ Ասում են կրոնը ընդունեցին։ Կամ ռուսերեն բառով ասեմ, հստակեցվեց «Քտով դոմի խազյային»։ 160,000 հանրապետական կուսակցության անդամ արդեն ակնհայտ զռռում է, որ ֆիկցիա չկա այդպիսի բան։ Ես ձեզ ասեմ, ես ունեմ ծանոթներ, փոքր երկիր է, որոնց երկրորդ, երրորդ անգամ հանրապետական կուսակցության անդամ են դարձնում։
Որ պաշտպանության նախարարն ամիջև է եղել կուսակցական իր գործունեության ընթացքում, ոչ մեկը։ Բոլորիդ հրավիրում եմ մեր կուսակցություն, եկեք համեցեք եւ այդ 7000 մարդու ովքեր որ իրենց տոմսերը կստանան, բոլորին մեկ առ մեկ կտեսնեք, հետները կխոսեք, կտեսնեք։ Պարտադրանք կա, չկա, կհամոզվեք։ Ձեզ հիշեցնեմ, մի ժամանակ կար, երբ որ ասում էիք ինչի մասին ուզում է լինի, պոլիփեդ լինի, միայն ՀՇ-ից լինի։ Մենք էդ էլ ենք հիշում։